1993-ի այս օրերին Հայաստանում առևտուրը դեռ իրականացվում է խորհրդային ռուբլով, սև շուկայում այն ձեռքից ձեռքանցնելով հարստացնում է ոմանց եւ աղքատացնում ուրիշներին։ Այդ օրերին Հայաստան է մտնում նաեւ ռուսական ռուբլին, բոլորովին նոր երևույթ հայկական ֆինանսական շուկայում 10,000 ռուսական ռուբլին արժե 12-13,000 խորհրդային ռուբլի։ Շփոթված է նույնիսկ դոլարը, ինքը ռուսական ռուբլիով դեռ իր գինը չգիտի։ Շփոթված է նաեւ բենզինը եւ շուկայի մյուս ապրանքները, որոնք թանկանում են միանգամից 8,000 ռուբլի միջին աշխատավարձ ունեցող երկրում։ Կիլոգրամ կարագն ու 20 լիտր բենզինն արժե 3,000 ռուբլի, իսկ 1 կիլոգրամ լոլիկը 500 ռուսական ռուբլի։ Սակայն սոցիոլոգիական հարցումներով փողը հայի համար ամենաեականը չէ, այլ տունը, ընկերները եւ խաղաղ կյանքը։ 1998-ի հուլիսի 8-ին կառավարությունը հույսի նոր աղբյուր է բացահայտում, հավանական է, որ հայկական ապրանքներն արտահանվեն հյուսիսամերիկյան, մասնավորապես կանադական շուկա։ Հարցն այն է, թե մեր տեքստիլի կամ հաստոցների արտադրության չափանիշներով հնարավոր կլինի գոհացնել կանադացիներին։ Կան արդեն իսկ մի շարք արտադրանքներ, որոնք այդ չափանիշները ապահովում են։ Ազգային ժողովն ուզում է փոխել Հայաստանի մաքսային օրենսդրությունը, մինչ այդ 1998-ի հուլիսի 8-ին լսում է ներմուծումով զբաղվող գործարարներին, որոնք ակնարկում են, որ իշխանությունը թալանում է իրենց։ Ըստ նրանց սա մի ոլորտ է, որտեղ մեծ է կամայականությունը, իշխանությունն ինչ ուզում անում է։ Մաքսային օրենսգիրքը եւ կարգերը այնպիսի պայմաններ են ստեղծել, որ իրենք ձեռներեցները ավելի շահագրգիռ են, որպեսզի, ասենք, չգիտեմ, կաշառքներ տան, արագացնեն այդ ձևակերպումները կամ այս կամ այն թուղթը ավելի քիչ ժամանակում ձևակերպեն, քան սպասեն եւ դրա արդյունքում ավելի մեծ գումարներ կորցնեն։ 1999-ի այսօրը Մայրաթորի բակում հողին է հանձնվում ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Առաջինի մարմինը։ Նրան ուղարկավորում են Վազգեն Առաջինի հարևանությամբ։ Ուղարկավորությանը ներկա են Վատիկանի, Ղպտի, վրացական, ռուսական եւ այլ քրիստոնեական ուղղությունների առաջնորդներ ու ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Հալեպի շեյխը։ 2001-ի հուլիսի 8-ին Ռոբերտ Քոչարյանը ոգևորված խոսում է պետեկամուտների նախարարությունից։ Այն 100%-ով ապահովում է պետական բյուջեի մուտքերը, սակայն ընդամենը մեկ օր առաջ նախարարի պաշտոնից ազատել էր Անդրանիկ Մանուկյանին։ Անդրանիկ Մանուկյանի գործից ես դժգոհ չեմ, իսկապես ինքը աշխատել շատ ավելի լավ, քան աշխատում էին մինչև իրեն։ Փոխարենը վարչապետ Անդրանիկ Մարգարյանն առանձնապես ոգևորված չէր պետեկամուտների նախարարի պաշտոնում Անդրանիկ Մանուկյանի գործելավոճից։ Վերջինիս օրոք արձանագրվել է ներմուծման ծավալների անկում։ Չի կարելի հին մեթոդներով աշխատել, ուղղակի ճնշել ներքին արտադրողին։ Շամիրամ կուսակցության դիտարկմամբ Հայաստանի քաղաքացիները երկիրը լքում են, որովհետև չգիտեն, թե մնալով ինչ անեն։ Կուսակցության նախագահ Շողեր Մաթևոսյանը 2001-ի հուլիսի 8-ի համագումարում Հայաստանում մնացողներին առաջարկում է համախմբվել եւ տապալել Ռոբերտ Քոչարյանին։ Ցանկալի է սահմանադրական եղանակով։ Մեզ համար թանկ է Հայաստանի 10-ամյա ինքնիշխան պետությունը, եւ այդ իշխանությունը կարող է գոյատևել, եթե երկրում հաստատվի ազատ քաղաքացիական հասարակարգ, քաղաքացիների արդար ընտրությունների միջոցով։ Նայրիտի աշխատակիցները 18 ամիս աշխատավարձ չստանալու պատճառով փակել են գործարան տանող ճանապարհը եւ պահանջում են տնօրենին։ Տնօրեն Աշոտ Բրուտյանը պարզաբանում է, աշխատում ենք վնասով, դրա համար էլ աշխատավարձ չենք տալիս։ Եկամուտը գնում է, վագոնները բարձած, կաուչուկը պայստավորված էր, վագոնները բարձած գնում են։ Ուր է գնում։ Մի վագոն կաուչուկ ամբողջ գործարանի բանվորության աշխատավարձը կբավարարեր։ 2009-ի այս օրերին Հայաստանում ծիրանի բերքահավաք է։ Գյուղացիները բերքից դժգոհ չեն, սակայն դժգոհ են իրացումից։ Փոքր Հայաստանի համար բերքը շատ է։ Եթե պետությունը կա, վերցնե մեզնից, կայմար 200 դրամ չէ, թող 100-ով վերցնե։ Գոնե այս ապրանքը չի փճանա։ Հայաստանի պատմության թանգարանում 2010-ի այս օրերին ցուցադրվում է պատմության մեջ հայտնաբերված ամենահին կոշիկը, որը գտնվել է Արենիի քարանձավում։ Այն 5500 տարեկան է։ Ամբողջ աշխարհից Երևան են գալիս տեսնելու մինուճար կոշիկը, որը 2000 տարով մեծ է եգիպտական 18-րդ դինաստիայի փարավոն Թութանհամոնից։ Հնագույն կոշիկի մասին իմացա հենց թանգարանում։ Այն հենց առաջին հայացքից ինձ հետաքրքրեց։ Կարծում եմ հայերը մեծ հպարտություն են ապրում ունենալով նման գտածո։